ի վերջո տենց կայուն մեր պոտենցիալին մոտիկ աճի ուղեցիրը մեզ համար լինի նպատակային, որովհետև գիտեք մի հատ ուրիշ խնդրեմ ենք մենք հանդիպում, երբ որ մեր պոտենցիալից, ինչպես տնտեսագետներն են ասում, ավելաճ ենք ունենում, դա գնաճային երևույթների է որոշակի հանգեցնում շատ հաճախ, ինչը միշտ չի, որ բնականաբար գնաճը երբեք ցանկալի չի, դրա համար այս հույս ունենք նաև այս ընթացքում ոչ թե հույս ունենք, այլ մեր տնտեսական աճի պոտենցիալն էլ ավելացել, դա էլ է շատ կարևոր, եւ մենք սենց ավելի շատ պետքա այլևս տենց ապացուցողական տնտեսական աճ մեզ պետք չի, մեզ պետքա ուղղակի կայուն, առօրյա, ասենք տնտեսական աճը պետքա դառնա մեր կյանքի մի հատ սովորական անբաժանելի մաս, որ գա մի պահ, որ սկի առանձնապես կառավարության նիստում չանդրադառնանք էլ, որովհետեւ էլ այտենց ոչ մի նորություն չկա, համեցեք։ Շատ կարճ, այսօրվա անորոշությունների պայմաններում 6% տնտեսական աճը աշխարհում համարվում է բարձր լավ ցուցանիշ ու երբ որ մենք նայում ենք նաև ցուցանիշները տարբեր երկրների, դա լավագույնների մեջ է վերին հատվածում գտնվող եւ աշխարհի միջին աճից շատ ավելի բարձր աճ է։ Այդ տերմինն էլ է պետք է բարձրանա երկու անգամ ինձ մղեցիք լրացուցիչ մեկնաբանությամբ, որ այդ ընդունված բան է, իհարկե, որ ասում են այսօրվա անորոշությունների պայմաններում։ Այդ անորոշությունը մենք չենք էլ նկատում, այդ անորոշություն այսօր էլ կար, եկել կար, վաղն էլ ալնելու 10 տարի առաջ էլ կար, 20 տարի առաջ էլ կար, 30 տարի առաջ էլ կար, 30 տարի հետո ալնելու։ Խնդիրն է այդ անորոշությունների պայմաններում որոշել, իսկ ինչ ենք մենք անում։ Այդ անորոշությունը, հիմա լավ լուրն է նա, որ այդ անորոշությունների պայմաններում մենք որոշել ենք ինչ ենք անում եւ հետեւաբար դա է շատ կարեւոր նախադրյալը, որ այդ անորոշությունները մեր վրա կունենան կառավարելի կամ նվազագույն ազդեցություն։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն